Երբեմն ամենապարզ ապրանքներն են ամենահզորները։ Կորեք։ Հենց այդպիսին։ Մեր տատիկներն ու պապիկները գիտեին դրա մասին, բայց ժամանակի ընթացքում մենք գրեթե մոռացել ենք, թե որքան օգուտ է այն բերում։ Իսկ այդ ոսկեգույն հացահատիկը կարող է մեղմորեն աջակցել սրտին, մաքրել անոթները և օգնել երիկամներին ավելի հեշտ աշխատել։ Շատերը զարմանում են, ինչպես է դա հնարավոր։ Ի վերջո կորեկը սովորական շիլա է։ Բայց այդ փոքրիկ հատիկների մեջ թաքնված է բնության իսկական դեղատուղմ։ Դրանց մեջ չկա գլյուտեն, բայց շատ B խմբի վիտամիններ, մագնեզիում, կալիում, այն ամենը, ինչ օգնում է օրգանիզմին մնալ ուժեղ նույնիսկ 60-ից հետո։ Այսօր ես կպատմեմ, թե ինչու արժե կորեք ուտել առնվազն շաբաթը 3 անգամ, ինչպես պատրաստել դրանից առողջության կաթ և նույնիսկ նուրբ պուդինգ։ Մեկ փոքր ապրանք, բայց օգուտը ամբողջ կյանքի համար։ Երբ առաջին անգամ մտածեցի, թե ինչու մեր տատիկները ավելի երկար էին ապրում և ավելի քիչ էին հիվանդանում, պատասխանը պարզ էր։ Նրանց ափսեում հաճախ կային ոչ դելիկատեսներ, այլ սովորական կորեկի շիլա։ Տաք, բուրավետ, խիտ։ Այն ոչ միայն հագեցնում էր, այլև տալիս էր մարմնին ուժ, իսկ հոգուն հանգստություն։ Կորեկը անվանում են արևային հացահատիկ, և ոչ պատահաբար։ Նրա հատիկները կարծես կլանում են ամառվա էներգիան և տալիս այն մեր օրգանիզմին։ Այս հացահատիկն առանձնապես արժեքավոր է 60-ից հետո։ Օգնում է պահպանել անոթները, մեղմորեն իջեցնում է ճնշումը, բարելավում է նյութափոխանակությունը և տալիս է էներգիա առանց ծանրության ստամոքսում։ Կորեկը հարուստ է B6 վիտամինով, որը օգնում է նյարդային համակարգին կայուն աշխատել, իսկ սրտին հանգիստ։ Մագնեզիումը ամրացնում է մկանները և անոթները, իսկ կալիումը օգնում է հեռացնել ավելորդ հեղուկը, ազատելով այտուցներից։ Տարեցները հաճախ բողոքում են հոգնածությունից, գլխապտույտից կամ ծանրությունից։ Կորեկը օգնում է վերադարձնել թեթևությունը, քանի որ կարգավորում է ջրաղաց աղի հավասարակշռությունը։ Հատկապես օգտակար է առավոտյան սկսել կորեկի շիլայով, ջրի կամ բուսական կաթի վրա։ Այն չի բարձրացնում շաքարը, չի գրգռում ստամոքսը և հիանալի հագեցնում է մինչև ճաշ։ Որպեսզի համը ավելի նուրբ լինի, ավելացրեք մի քիչ թթում կամ առանց ծանրության յուղ։ Ստացվում է պարզ, բայց զարմանալիորեն օգտակար ուտեստ, որը տալիս է ջերմության և հանգստության զգացում։ Կորեկի պատմությունը գնում է հեռավոր անցյալ։ Գիտնականները գտնում են դրա մշակման հետքեր դեռ մ.թ.ա. հազարամյակներ առաջ։ Պրոսոն բույսը, որից պատրաստում են կորեկ, մշակվում էր Ռուսաստանում, Չինաստանում և նույնիսկ քոչվոր ժողովուրդների մոտ։ Դրա հետ գնում էին արշավախմբեր Չինգիզ խանի զինվորները։ Կորեկը չէր փչանում, արագ եփվում էր և տալիս էր շատ ուժ։ Այն տաքացնում էր ցրտին, հագեցնում էր, բուժում էր հիվանդություններից հետո։ Կանանց տալիս էին ծննդաբերությունից հետո, իսկ ծերերին սիրտը ամրացնելու համար։ Ոչ պատահաբար Ռուսաստանում կորեկը կար յուրաքանչյուր սեղանի վրա, և տոներին, և սովորական օրերին։ Կան նույնիսկ հին ծեսեր, որտեղ կորեկը խորհրդանշում էր առողջություն և բարեկեցություն։ Հարսանիքներին դրանով ցանում էին նոր ափսակներին, որպեսզի կյանքը լինի հագեցած և խաղաղ, իսկ հուղարկավորություններին, որպեսզի հանգուցյալի հոգին չիմանա քաղց։ Կորեկը սիրում էին պարզության համար, այն չէր պահանջում շատ հող և արագ էր աճում։ Նույնիսկ դժվար ժամանակներում այս հացահատիկը փրկում էր ընտանիքները, քանի որ ոչ միայն սնում էր, այլև բուժում էր։ Հիմա կորեկը անարժանաբար մոռացվում է, թեև դրա օգուտը ոչ պակաս է, քան թանկարժեք սուպերֆուդներից։ Եթե մի քիչ յուղ, կաթ կամ դդում ավելացնել, այն դառնում է զարմանալիորեն համեղ։ Այդպիսի պարզ երկրային ուտեստը վերադարձնում է այն հարմարավետության զգացումը, որը մենք հիշում ենք մանկությունից, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում էր մեկ սեղանի շուրջ։ Կան հացահատիկներ, որոնք պարզապես կերակրում են, իսկ կան այնպիսիք, որ բուժում են։ Կորեկը վերաբերում է երկրորդներին։ Ժողովուրդը այն անվանում է առանց դեղատոմսի բժիշկ։ Եվ ոչ պատահաբար։ Մեր նախնիները նկատել են, որ եթե հաճախ ուտել կորեկի շիլա, ապա անցնում է մարմնի ծանրությունը, նվազում են այտուցները և նույնիսկ սիրտը սկսում է ավելի հավասար աշխատել։ Ժամանակակից բժիշկները հաստատում են, որ կորեկը օգնում է մեղմորեն մաքրել օրգանիզմը աղերից և տոքսիններից, աջակցում է լյարդի և երիկամների աշխատանքին։ Մագնեզիումն ու կալիումը հեռացնում են ավելորդ հեղուկը, բարելավում են արյան շրջանառությունը և նվազեցնում են սրտի բեռը։ Կանոնավոր օգտագործման դեպքում կորեկը նպաստում է ատերոսկլերոզի և թրոմբոզի կանխարգելմանը, քանի որ դրանում շատ նյութեր կան, որոնք մաքրում են անոթները։
Հատկապես օգտակար է կորեկի առողջության կաթը։ Այն հեշտ է պատրաստել տանը։ 100 գրամ լավ լվացված կորեկ պետք է հարել բլենդերով 2 բաժակ տաք ջրի հետ։ Ստացվում է հեղուկ, որը նման է կաթի։ Այն պետք է զտել և պահել ապակե բանկայում։ Այդպիսի կաթը խմում են օրական 2-3 անգամ 100 մլ շաբաթվա ընթացքում։ Հետո ընդմիջում են անում։ Այն օգնում է հեռացնել բորբոքումը, ավազը երիկամներից, նվազեցնել այտուցները և բարելավել մարսողությունը։ Եթե բլենդեր չկա, կարելի է պարզապես լվացված կորեկը լցնել եռացրած ջրով և թողնել գիշերը։ Ստացվում է օգտակար թուրմ, որը նույնպես մաքրում է օրգանիզմը։ Գլխավորն է առանց ֆանատիզմի անել։ Կորեկը ոչ թե հրաշալի հաբ է, այլ խելամիտ սննդի մաս։ Մարմինը սիրում է չափավորություն և խնամք, ոչ թե ծայրահեղություններ։ Շատերը մի անգամ փորձել են կորեկի շիլա և այլևս չեն վերադարձել, դառնության կամ տհաճ-համի պատճառով։ Բայց գաղտնիքն այն է, որ մեղավորը ոչ թե ինքը կորեկն է, այլ սխալ պատրաստումը։ Եթե իմանալ պարզ կանոնները, շիլան կստացվի բուրավետ, նուրբ և օգտակար։ Առաջին և գլխավոր կանոնը՝ մանրակրկիտ լվանալ հացահատիկը։ Լավագույնը դա անել տաք ջրով, մինչև ջուրը թափանցիկ դառնա։ Երբեմն հացահատիկը եռացրած ջրով են շոգեխաշում, որպեսզի հեռացնել դառնության բարակ շերտը, որը հայտնվում է պահպանման ժամանակ։ Երկրորդը՝ ջրի և հացահատիկի հարաբերակցությունը։ 1 բաժակ կորեկի համար պետք է 2.5 բաժակ հեղուկ։ Եթե ուզում եք շիլան փխրուն լինի, ավելի քիչ ջուր վերցրեք։ Եթե կրեմային և փափուկ, մի քիչ ավելի։ Նուրբ համի համար կարելի է կորեկը եփել բուսական կամ վարսակի կաթի վրա, իսկ վերջում ավելացնել մի գդալ կարագ կամ ձիթապտղի յուղ։ Երրորդ կանոնը՝ չափից ավելի չի եփել։ Կորեկը չի սիրում երկար եռացում։ Եռալուց հետո ավելի լավ է եփել 20 րոպե թույլ կրակի վրա, հետո փաթաթել և թողնել թրմվի։ Այդպես պահպանվում են վիտամինները և հաճելի համը։ Բազմազանության համար ավելացրեք դդում, խնձոր, 4 ծիրան կամ մի գդալ մեղր, եթե հակացուցումներ չկան։ Ստացվում է ոչ միայն շիլա, այլ իսկական տնային դեղ հոգնածությունից և ուժի անկումից։ Լավ կորեկը պետք է լինի ոսկեգույն, առանց մոխրագույն երանգի և հոտի։ Որքան վառ են հատիկները, այնքան ավելի շատ վիտամիններ և կարոտինոիդներ կան դրանց մեջ, նույնը ինչ գազարում։ Կորեկը զարմանալիորեն բազմակողմանի ապրանք է։ Դրանից կարելի է պատրաստել ոչ միայն շիլա, այլև բազմաթիվ պարզ տնային ուտեստներ, որոնք ամրացնեն առողջությունը և կբազմազանեցնեն սննդակարգը։ Կորեկի կաթը մաքրման և թեթևության համար։ 100 գրամ կորեկ լվացեք, լցրեք 2 բաժակ տաք ջուր և հարեք բլենդերով մինչև կաթի վիճակի։ Զտեք, լցրեք ապակե բանկա և պահեք սառնարանում ոչ ավելի քան 1 օր։ Խմեք օրական 2-3 անգամ 100 մլ-ով, ճաշից առաջ, շաբաթվա ընթացքում։ Սա մեղմ միջոց է երիկամներին աջակցելու, այտուցները հեռացնելու և լյարդի աշխատանքը բարելավելու համար։ Կորեկի շիլա դդմով։ Վերցրեք 1 բաժակ կորեկ, 3 բաժակ ջուր, 200 գրամ կտրատած դդում և մի քիչ յուղ։ Նախ եփեք դդումը, ավելացրեք լվացված կորեկը։ Հասցրեք եռման և եփեք թույլ կրակի վրա մոտ 20 րոպե։ Անջատելուց հետո փաթաթեք կաթսան կես ժամ։ Շիլան կդառնա նուրբ և բուրավետ։ Թուրմ աղերի հեռացման համար։ Լվացեք 100 գրամ կորեկ, լցրեք 1 լիտր եռացրած ջուր և թողեք գիշերը։ Առավոտյան զտեք և խմեք օրական մի քանի անգամ, կես բաժակ, մինչև երեկոյան 6-ը։ Այդպիսի թուրմը օգնում է նվազեցնել այտուցները և պահպանել երիկամները տոնուսում։ Նուրբ պուդինգ կաթնաշորով և դդմով։ Խառնեք 1 բաժակ եփած կորեկ, 200 գրամ կաթնաշոր, մի գդալ թթվասեր, 2 դեղնուց և մի քիչ քերած դդում։ Ավելացրեք հարած սպիտակուցները, խառնեք և թխեք ջեռոցում։ Ստացվում է թեթև սննդարար ուտեստ, որը կարելի է ուտել նույնիսկ ընթրիքին։ Յուրաքանչյուր բաղադրատոմս պարզ է, բայց յուրաքանչյուրի հետևում առողջության մասին հոգ տանելը։ Գլխավորն է չշտապել և պատրաստել ջերմությամբ, ինչպես անում էին մեր տատիկները։ Տարիքի հետ օրգանիզմն ավելի զգայուն է դառնում այն ամենի նկատմամբ, ինչ մենք ուտում ենք։ Այնինչ նախկինում աննկատ էր անցնում, հիմա կարող է առաջացնել ծանրություն, այտուցներ, ճնշման թռիչքներ։ Ահա թե ինչու 60-ից հետո հատկապես կարևոր է ընտրել ապրանքներ, որոնք ոչ միայն սնում են, այլև աջակցում են առողջությանը։ Կորեկը դրանցից մեկն է։ Այս հացահատիկը օգնում է սրտին հավասար և հանգիստ աշխատել։ Դրանում շատ կալիում կա։ Հենց նա է կարգավորում ջրային հավասարակշռությունը, հեռացնում է ավելորդ հեղուկը և նվազեցնում սրտի բեռը։
Մագնեզիումը թուլացնում է անոթները եւ մկանները, օգնում է անկնության եւ նյարդային լարվածության դեպքում։ Իսկ B խմբի վիտամինները աջակցում են ուղեղի աշխատանքին, բարելավում են հիշողությունը եւ տրամադրությունը։ Շատ տարեցներ նշում են, որ եթե կանոնավոր ուտել կորեկի շիլա, անցնում է հոգնածության զգացումը։ Դառնում է ավելի հեշտ աստիճաններով բարձրանալ, նվազում են այտուցները եւ գլխի ծանրությունը։ Սա ոչ թե հրաշք է, այլ օրգանիզմի բնական արձագանքը սննդակարգին, որտեղ չկա ավելորդ աղ, շաքար եւ ճարպ։ Կորեկը նաև օգնում է վերահսկել արյան շաքարի մակարդակը։ Այն չի պարունակում գլյուտեն եւ ունի ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի հարմար է նույնիսկ շաքարային դիաբետով մարդկանց համար։ Դրանց ովքեր հետևում են կազմվածքին, հացահատիկը նույնպես կօգնի։ Այն երկար ժամանակ հագեցնում է եւ չի ծանրաբեռնում մարսողությունը։ Իսկ եթե ավելացնել մի գթալ ձիթապտղի յուղ, ստացվում է պարզ եւ անվտանգ աջակցություն անոթների եւ հոդերի համար։ Կորեկը հանգիստ մեղմ խնամք է մարմնի նկատմամբ, ոչ թե երիտասարդության խոստում, այլ ամենօրյա օգնություն, որը իսկապես զգացվում է։ Կորեկի օգուտը մեծապես կախված է նրա որակից։ Նույնիսկ ամենաօգտակար հացահատիկը ուրախություն չի բերի, եթե դրա մեջ մնացած կեղև կա փոշի կամ հին հացահատիկի հոտ։ Հետևաբար կորեկ ընտրելիս պետք է ուշադիր լինել, ինչպես դեղ ընտրելիս։ Նախ նայեք գույնին։ Լավ կորեկը վառ դեղին է, արևի ճառագայթի պես։ Եթե երանգը մոխրագույն է կամ խամրած, հացահատիկը հնացել է։ Վառ գույնը խոսում է կարոտինոիդների առկայության մասին, նույն նյութերը, որոնք գազարին եւ դդմին տալիս են նարնջագույն գույն եւ աջակցում են տեսողությանը։ Ստուգեք հոտը։ Թարմ կորեկն ունի թեթև հացի բույր, առանց դառնության։ Եթե հոտ է գալիս յուղից կամ փոշուց, ավելի լավ է չվերցնել։ Հացահատիկը պետք է լինի փշուր, առանց կտորների եւ օտար խառնուրդների։ Ավելի լավ է գնել կորեկը թափանցիկ փաթեթավորմամբ, որպեսզի տեսնեք հատիկները։ Լավ արտադրողները նշում են փաթեթավորման ամսաթիվը եւ պահպանման ժամկետը, սովորաբար ոչ ավելի քան 1 տարի։ Բացելուց հետո պահեք հացահատիկը ապակե բանկայում, չոր տեղում, որպեսզի չխոնավանա։ Շատ տնային տնտեսուհիներ նախընտրում են այն ապրանքը, որտեղ կա որակի ստուգման նշան։ Օրինակ, հայտնի ապրանքանիշերի կորեկն անցնում է խիստ հսկողություն, մետագական խառնուրդների եւ միկոտոքսինների առկայության համար։ Վտանգավոր նյութեր, որոնք առաջանում են սխալ պահպանման ժամանակ։ Եթե գնում եք կշռով, մի ամաչեք հոտոտել եւ նայել հատիկներին։ Հոտը պետք է լինի թարմ, գույնը ոսկեգույն, առանց խամրացության։ Հիշեք, թարմ հացահատիկն ավելի արագ է եփվում եւ չի դառնում, իսկ գլխավորն այն է, որ հենց որակից է կախված, թե արդյոք պահպանվելու է բնության կողմից նախատեսված օղջ բարիքը։ Ինչքան էլ օգտակար լինի ապրանքը, այնուամենայնիվ պահանջում է չափավորություն եւ ուշադրություն։ Կորեկը հարմար է գրեթե բոլորին, բայց կան դեպքեր, երբ այն պետք է օգտագործել զգուշորեն, նախ եւ առաջ նրանց, ում մոտ ստամոքսի թթվայնությունը իջած է։ Հացահատիկը կարող է դժվարացնել մարսողությունը, եթե այն մեծ քանակությամբ ուտել։ Նման դեպքերում շիլան ավելի լավ է եփել ջրի վրա, չափից ավելի խիտ չանել եւ անպայման ավելացնել մի քիչ յուղ։ Նաեւ կորեկը չի խորհուրդ տրվում հիպոթիրեոզի դեպքում, հիվանդություն, որը կապված է վահանագեղձի ֆունկցիայի իջեցման հետ։ Կորեկի որոշ նյութեր կարող են մի փոքր իջեցնել յոդի կլանումը։ Եթե վահանագեղձի հետ խնդիրներ ունեք, պարզապես ամեն օր մի կերեք կորեք, բավական է շաբաթը 2 անգամ։ Երբեմն լինում է անհատական անհանդուրժողականություն, հազվադեպ, բայց հնարավոր է։ Մի համադրեք կորեկը ծանր մսային կերակուրների հետ։ Ավելի լավ է շիլան եփել առանձին կամ թեթև բանջարեղենով, այդպես այն կմարսվի մեղմորեն եւ չի առաջացնի փքվածություն։ Տարեցների համար կարևոր է հիշել հավասարակշռության մասին։ Ցանկացած ապրանք օգտակար է, երբ սննդակարգում կա բազմազանություն։ Կորեկը լավ է փոխարինել վարսակի շիլայով, հունցով, բրնձով, գարիով։ Այդ դեպքում օրգանիզմը կստանա ամեն ինչ, առանց ավելորդ բեռի։ Եվ գլխավորը, մի լսեք նրանց, ովքեր խոստանում են, որ կորեկը լուծում է քարերը կամ բուժում է ամեն ինչ։ Սա դեղ չէ, այլ եփուկ։ Բայց եթե այն ուտել սիրով եւ կանոնավոր, այն իսկապես օգնում է մարմնին ավելի ամուր դառնալ, իսկ հոգուն ավելի հանգիստ։ Կորեկը դարեր շարունակ ուղեկցել է մարդուն, գյուղացիական խրճիթներից մինչև հարուստ տները։
Այն գնահատում էին ոչ միայն համի և սննդարարության համար, այլև հատուկ էներգիայի համար։ Հավատում էին, որ կորեկը պահպանում է արևի ջերմությունը և բերում տուն, բարեկեցություն և առողջություն։ Այս հացահատիկով ցանում էին նորապսակներին հարսանիքներին, որպեսզի կյանքը լինի հարուստ։ Եվ այն դնում էին սեղանին երեխայի ծննդյան և նույնիսկ հուղարկավորության ժամանակ, որպես կյանքի հավերժական շրջանի խորհրդանիշ։ Գյուղերում կորեկը ավելացնում էին գրեթե ամենուր՝ կարկանդակների մեջ, կաղամբի մեջ և սոխով խիտ ապուրի մեջ, որը սիրելի ուտեստ էր զինվորների համար։ Եվ նաև պատրաստում էին հայտնի կատանկան, ուտեստ, որը պատրաստում էին միայն տոներին։ Կորեկը ձեռքերով գլորում էին ալյուրով և ձվերով, մինչև ստանում էին ոսկեգույն գնդիկներ, հետո չորացնում և եփում արգանակի մեջ։ Աշխատանքը երկար էր, բայց արդյունքը բուրավետ, փշուր, իսկապես տոնական համ։ Հետաքրքիր է, որ կորեկը օգտագործվում էր նույնիսկ արվեստում։ Մոսկվայի մերձակայքում կա ցուցահանդես նկարների, որոնք պատրաստված են հացահատիկներից, ամբողջ լանդշաֆտներ կորեկից, լոբիից և պրոսոից։ Նկարչուհին, ով ստեղծել է դրանք, ապրել է մինչև 90 տարեկան և ասում էր, որ հացահատիկով աշխատանքը հոգուն խաղաղություն է տալիս։ Այս հացահատիկն իսկապես հատուկ է։ Այն միավորում է սերունդները, մանկության համը, տատիկի խոհանոցի ջերմությունը և ապրած տարիների իմաստությունը։ Յուրաքանչյուր հատիկում հիշողություն տան մասին, խնամքի մասին, պարզ մարդկային երջանկության մասին։ Այսօր մենք արագ ենք ապրում և հաճախ շտապով ենք ուտում, բայց օրգանիզմը հատկապես 60-ից հետո կարիք ունի ոչ այնքան քանակի, որքան հանգիստ բարի սննդի։ Կորեկն հենց այդպիսին է, այն չի գրգռում ստամոքսը, երկար ժամանակ հագեցնում է և պահպանում է ուժերը, երբ էներգիան արդեն այդքան շատ չէ։ Վերադարձնել այն սննդակարգին հեշտ է, սկսեք փոքրից։ Պատրաստեք կորեկի շիլը առնվազն շաբաթը 2-3 անգամ։ Փոխեք համը։ Առավոտյան ավելացրեք մի քիչ մեղր և խնձոր։ Կեսօրին եփեք բանջարեղենով կամ սնկով։ Երեկոյան պատրաստեք նուրբ պուդինգ կամ կատնաշորով թխվածք։ Կարելի է ընդհանրապես չեփել։ Կորեկի թուրմը կամ կորեկի կաթը տալիս են հիանալի թեթևության զգացում։ Փորձեք բրինձը փոխարինել կորեկով ապուրում։ Համը չի տուժի, իսկ օգուտը կավելանա։ Գլխավորն է չսպասել արագ հրասքների։ Օրգանիզմին ժամանակ է պետք վերականգնվելու համար, բայց արդեն մի քանի շաբաթ անց դուք կզգաք, որ քունը դարձել է ավելի հանգիստ, ճնշումը ավելի հավասար, իսկ ոտքերը ավելի քիչ են այտուցվում։ Սա և կա խնամքի արդյունքը։ Առանց հաբերի, առանց շտապողականության, պարզապես սննդի միջոցով։ Կորեկը սովորեցնում է մեզ գլխավոր բանը։ Առողջությունը ոչ դիետա է, ոչ նորաձևություն, այլ հարգանք ինքդ քեզ նկատմամբ։ Եվ վերադարձնելով այս հացահատիկը սեղանին, մենք վերադարձնում ենք նաև այն պարզության մի մասը, որը կյանքն ավելի բարի է դարձնում։ Երբեմն, որպեսզի ավելի լավ զգաք ձեզ, պետք չէ փնտրել թանկարժեք միջոցներ և հազվագյուտ ապրանքներ։ Բավական է հիշել այն, ինչ դարեր շարունակ օգնել է մեզ ծնողներին և տատիկներին։ Պարզ, տաք կորեք։ Այն չի խոստանում հրաշքներ, բայց անում է այն, ինչ իսկապես կարևոր է։ Տալիս է մարմնին ուժ, մաքրում է, աջակցում է սրտին և հանգստացնում հոգին։ Երբ մարդը 60-ից հետո իր սննդակարգում ներառում է կորեկի շիլը կամ թուրմ, նա կարծես վերադարձնում է օրգանիզմին հավասարակշռությունը։ Դառնում է ավելի հեշտ շնչել, անցնում են այտուցները, հայտնվում է տրամադրություն և թարմություն, որոնց այդքան պակասում էր։ Բայց գլխավորը, կորեկը հիշեցնում է, որ խնամքը սկսվում է ոչ թե դեղերից, այլ սեփական մարմնի հարգանքից։ Թող ձեր սեղանին տեղ լինի այս արևային հացահատիկի համար, թեկուզ շաբաթը մեկ անգամ, թեկուզ առավոտյան, որպես տան և առանց շտապողականության կյանքի բարի հիշողություն։ Խնամեք ձեզ, պատրաստեք սիրով և մի մոռացեք։ Նույնիսկ փոքր սովորությունը կարող է երկարացնել սրտի երիտասարդությունը։ Աջակցեք մեր ալիքին, եթե ձեզ մոտ է այս թեման։ Ձեր ուշադրությունը լավագույն շնորհակալությունն է այն ջանքի և ջերմության համար, որով մենք պատրաստում ենք այս նյութերը ձեզ համար։